Փախուստից հետո Այշատը չի թաքնվել, նա բաց էր սոցիալական ցանցերում եւ լուսանկարներ էր հրապարակում իր նոր տեսքով, կարճ սանրվածք եւ հագուստ, որը շատ հեռու էր, ինչպես պետք է լինի չեչենկինը ավանդական պատկերացումներից, տաբատ, մերկ ու սեր։ Նա սոցիալական ցանցերում բուռն վեճերի մեջ էր մտնում ինչպես Կադիրովի պաշտպանների, այնպես էլ Հյուսիսային Կովկասից այլ փախստականներին վիրավորողների հետ։ Երբեմն վեճերը վերածվում էին անձնական հաղորդագրությունների, որից հետո նա հրապարակում էր իր հակառակորդների լուսանկարները եւ անձնական տեղեկություններ։ Ի պատասխան նա սպառնալիքներ եւ վիրավորանքներ էր ստանում նրանցից։ Ստացվում է, որ Բայմուրադովան ոչ միայն ընտանեկան բռնության ենթադրյալ զոհ կարող է լինել, այլև քաղաքական հաշվեհարդարի։ Ըստ ռուս նույն իրավապաշտպանի, հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել էր Ինստագրամյան իր նոր ծանոթուհու Ոման Կարինեի հետ հանդիպելու, որը հետո պարզվել էր ծնունդով Հյուսիսային Կովկասից չէր, այլ մի քանի անգամ Չեչնիա էր այցելել, իսկ այդ Կարինայի հետևորդների թվում էին Կադիրովի մերձավոր շրջապատի մարդիկ։ Ըստ տեղեկությունների, այդ Կարինայի հետ հանդիպման գնալուց հետո է Այշատն անհետացել, իսկ օրեր անց հայտնաբերվել մահացած։ Ըստ չհաստատված տեղեկությունների, աղջիկը խեղդամահ է արվել, իսկ միջադեպին հնարավոր ներգրավված անձինք ֆիքսվել են տան դրսում տեղադրված տեսախցիկով։ Բայմուրադովայի մահվան լուրը հրապարակվելուց հետո Կարինան փակել է սոցցանցերի իր հաշիվները։ Արդյոք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տեղեկացված են եղել, որ Բայմուրադովան վտանգի մեջ է։ Ներքին գործերի նախարարությունից բացասական պատասխան են տալիս։ Այշատ Բայմուրադովան Հայաստանում մի քանի ամիս է բնակվել եւ ինչպես ինքը, այնպես էլ այլ անձինք նրա իր երկրում միջավայրից փախչելու կամ հետապնդվելու մասին ներքին գործերի նախարարության ոստիկանություն չեն տեղեկացրել։ Ենթադրյալ սպանության վերաբերյալ այս պայն զերծ կմնան որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ նշանակվել են փորձաքննություններ, որոնք էլ կտան հարցերի պատասխանները։